Շոու ավանդույթի համաձայն ամեն շաբաթ ամփոփում եք անցնող շաբաթը թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ, որ հարցից եք ուզում սկսել։ Բարև ձեզ Մարիամ ջան, ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ սիրելի ընկերներ, գաղափարակիցներ։ Այդպիսի հարց չկա, որ պետք է առանձնացնել, մենք մի հարց ունենք, այդ հարցը ուղիղ կապ ունի այս երկիրը զավթած Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես խոսելու եմ այսօր իր ռուսաստանյան հանդիպումից Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից, շփումներից եւ անդրադառնալու եմ մեր երկրում ՀՀ քաղաքացիների, մեր հայրենակիցների հետ նրա լկտի պահվածքից Նիկոլ Փաշինյանի եւ երկու երևույթներից, որոնք անընդունելի են հայերի կողմից։ Նախ եւ առաջ, մինչեւ անցնելը Նիկոլ Փաշինյանին, ես ցանկանում եմ հրապարակային ողջույնի խոսք հղել, քաջալերել, աջակցել Կարինե Սմբատյանին, Արմավիրի N դպրոցի տնօրենին, ով Փարքի անկյունից հրաժարվել է հանել Արցախի դրոշը, գրել է իր դիմումը, դուրս է եկել դպրոցի տնօրենի պաշտոնից, մեջ բերելով, որ իր մեջից հայրենասիրությունը անհնար է հանել եւ Արցախի դրոշը ինքը չի հանելու Փարքի անկյունից։ Սա մեկ, երկուս, ԵՊԲՀ-ում հեռացրել են հերոսամարտերի ժամանակ զոհված բժիշկների նկարները Փարքի անկյունից, ԵՊԲՀ-ի, Երևանի պետական բժշկական համալսարանի Փարքի անկյունից հեռացրել են հերոսամարտերի արցախյան պատերազմների ժամանակ զոհված բժիշկների նկարները։ Սա հայ ժողովրդի դեմ խուլիգանություն է։ Սա հայ մարդու դեմ, հայ երիտասարդի դեմ, ինքնության դեմ մեր խուլիգանություն է։ Սա թուրքական մտածելակերպի արդյունք է, թուրքական շահը սպասարկելու արդյունք է Նիկոլ Փաշինյանի կողմից, սա շանտեղություն է, ես եթերում եմ դրա համար եմ շանտեղություն ասում, թե չէ այլ որակում կտայի, ես ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը աշխարհի ամենախաբեբա եւ լպրծուն անձնավորությունն է, նախ մեր սիմվոլների դեմ, մեր հերոսների դեմ, մեր կարմիր գծերի դեմ, մեր ինքնության դեմ, մեր կրոնի դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանի մոտ արդեն անցել է բարոյականության սահմանները, նաև բարոյականության սահմանները անցել է Նիկոլի մոտ, սուտ խոսելիս, ուրեմն նախ եւ առաջ խոսեմ Նիկոլի ոյաժների մասին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում եւ Երևանում, թե ինչա տեղի ունենում, նախ դու վարչապետ մարդ, իհարկե չի բռնում այդ ասածը քո անվան հետ, այդ պաշտոնը, բայց տենց է դասավորվել, դու վարչապետ մարդ ես, դու անինքնասերի նման գնում ես փողոցներում, կպրշկում ես, չամուռ ես լինում մարդկանց, եղբայր ես, քարտեզ ես, գնում ես մարդկանց, մեղվի բույնը բզբզում ես, ճտացնում են դեմքիդ, թքում են երեսիդ, ինչ ասես քեզ ասում են, հետո այդ մարդկանց դատում ես, սպառնում ես, բռնում ես, լավ դու շար ես, չեմ հասկանում, դու ինչ ես ուզում ես ժողովրդից, ինչ ես ուզում, այն երիտասարդներին խիտ արար փագիր ախպեր, ինչի համար, խնդիրը ինչումն էր, քեզ ինչ է, դու ստախոս անձնավորություն ես, լրագրողը քեզ հարցնում է, պատարակ էր, Ծաղկազարդի օրն էր, Ծաղկազարդը քրիստոնեական ամենակարևոր տոներից մեկն է, Ծաղկազարդը նշում են այն խորհրդով, որ մեր Տերը Հիսուս Քրիստոսը մեկ շաբաթ առաջ մտել է Երուսաղեմ, նրա Երուսաղեմ մտնելուց մեկ շաբաթ առաջ նշվում է Ծաղկազարդը, Ծաղկազարդը բարության, ուրախության, լավ տրամադրությունների տոն է, մարդիկ ձմեռային բաներից դուրս են գալիս տրամադրություններից, գարունա, ամառա, այդ խորհրդով է լինում, այդ օրը դու ոնց այդ եկեղեցական տոնը քո ներկայությամբ, քո զորբայությամբ, քո այդ կեղտոտ տեսքով արա պղծեցիր այդ օրը, ոնց հավատացյալ երեխեքին, այտենց վատ վիճակի մեջ դրեցիր։ Մարդը Աստվածաշունչը ձեռքը պատարակի ժամանակ կանգնած աղոթք էր անում, պատարակին էր հետևում, պատարակի ժամանակ պատարակին էր մասնակցում։ Բոլորս տեսել ենք, դուք էլ եք տեսել, սիրելի հայրենակիցներ, Նիկոլը երբ է հերթ կանգնել եկեղեցի մտնելուց։ Լրագրողը ասում է, ինչի է տորը տենց հարցիկ, ասում է, հերթ էի կանգնել,
մտա ներս իմ հերթը գնացի առաջ, բայց սուտ ես խոսում դու Նիկոլ։ Մենք բոլորս տեսանյութերը տեսել ենք, դու մի վարքյան հերթ չես կանգնել։ Քո զորբաների հետ միասին, քո այդ ախրանիկների հետ պպծա աշխատողների հետ միասին, մարդկանց հրելով, բրթելով գնացիր զորբայի նման այնտեղ կանգնեցիր եկար հետ։ Ինչ ես հավատացյալներին բրթում։ Կարող է գիտես հորդ Դուքյանն է, թե քու ջոգելով ԿՊ-ի գրասենյակն է, էսի ում ուզես կարաս բրթես, ոնց ուզես, երբ ուզես որտեղ մտնես։ Չի լինելու այդպես։ Հետո այն տագետներին, տախեղծներին, այն տակարամիտներին, այն դպրոց չգնացած տուֆտա մարդկանց, որ Նիկոլին աշկերները փակ, որ գան իրա կանգանե հանձնի թուրքին կասեն Նիկոլ ցավդ տանեմ, ջուջուլդ ուտեմ, տենց մարդիկ է կան, էլի, կան, շատ ցավալի է, բայց կան։ Այդ մարդկանց, որ ասում են մեր վարչապետի նկատմամբ ոտնձգություններ, բա նախկինում կարային տենց բան անեին, բա նախկինները, բա մեր վարչապետը ժողովրդավարությունը լսեք, այ հիմարներ, նախկին նախագահներից ոչ մեկ եկեղեցիով մեր կրոնի դեմ արշավ չի սկսել։ Նախկին նախագահներից ոչ մեկի այսքան չէին ատում, որովհետև ոչ մի նախկին նախագահ Նիկոլի չափ ստախոս չի։ Նիկոլի նման հայրենիք չի հանձրել։ Նիկոլի նման 5000 տղու գլուխ չի կերել, մարդ չի գցել մեքենայի տակ, չի խափե ասե կամերաները կհանեմ ավելացրել, չի մեծացրել իր շարասյունը մեքենաների, չի ուրացել ցեղասպանության հարցը, չի ասել Արցախը Ադրբեջանա եւ վերջ, չի տակարի նման կզել բոլոր առաջնորդների առաջ չեն ատում այդ մարդկանց Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, գնում են թաղումներ, եկեղեցիներ, հարսանիքներ, բոլոր մեր հայրենակիցները, եթե ջերմ չեն բարևում, պարոն նախագահ չեն ասում ինչպես եք, գոնե կողքով սուսպուս անցնում են այդ մարդկանց։ Ոչ մեկ վերջին 5 տարվա մեջ, 10 տարվա մեջ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին նման պատասխաններ չի տվել, ինչպես տալիս են Նիկոլին, են մենակ են Նանե Իսրայելյան կա մի հատ, որ գնում նախագահներին կպրշկվում է Նիկոլական, մենակ էդ ա եղել այդ դեպքերը, որ վատաբանել են, որ պրովոկացիոն հարցեր են տվել, մնացած հանգիստ ժողովուրդը նախագահների հետ մի տարածքում լավ էլ մնում է, լավ էլ չեն ատում, լավ էլ հարգում են, լավ էլ մեծարման խոսքեր են ասում, իսկ Նիկոլը, հիմա ձեզ եմ ասում, եթե վեհափառ հայրապետի դեմ չսկսեր իր սկսած կեղտոտ արշավը, եթե մեր արժեքների դեմ չաներ այն ինչ արել է, մեր կրոնի դեմ, մեր հավատքի դեմ, եթե տիրադավների խորհուրդ չսարքեր, չպայքարեր վեհափառի դեմ ու չգցեր ոտին խայտարակ չլներ, եթե որ ասում եմ ես հարբած աջակից չունեմ, դրա աջակիցները աշխարհի ամենաանմակարդակ, աշխարհի ամենասրբություն չունեցող մարդիկ են։ Ես հունվար ամսին դեկտեմբերին կներեք եղել եմ Վեհարանում։ Ես տեսել եմ թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի աջակիցները այսպես մատներ ցույց տալիս եկեղեցու բակում, հայհոյում հավատացյալ հավատավոր ժողովրդին, թքում եկեղեցու պատերի վրա, լոճած բերանով խմած ծամոն, ակնոցներով, կեպիներով խփում Վեհարանի դռանը։ Այ Նիկոլ Փաշինյանի աջակիցները այս արժե համակարգը կրող շան տղերքն են, որ ոչ մի նախագահ չի կարող ունենա նման աջակից։ Սա անցնենք առաջ։ Երբ լրագրողները Որ լրագրողին, ես Այո, ես դրանից էի հենց նոր ուզում խոսել, ես ուզում եմ նաև կարևորել մեր լրագրողների աշխատանքը, ես տեսել եմ թե ինչպես են Անի Գևորգյանը, Ռիփսիմե Ջեբեջյանը, Վահե Մակարյանը, Փայլակ Ֆահրադյանը, ինչպիսի լավ հարցեր են տալիս Նիկոլ Փաշինյանին, ինչպիսի այսինքն այնպիսի հարցեր են տալիս, որոնց պատասխանը լինում է լրագրողներին վիրավորել, այ օրինակ ճիշտ է ասում Մարիամը, Անի Գևորգյանն ասում է մեր ՊՊՑ աշխատողները քովերը կարող է կարակեն է ձեզ, բա գալին գնում ես ոտերի տակ, լսի այ նախկին լրագրող, այ ոչնչություն, երբ դու ասում ես, որ բա եկեղեցու մեջ պետք է ՊՊՑ աշխատողը բոքսով խփեր այդ տղայի բերանին, այդ որ տարել ես այդ 18 տարեկան երեխուն փագել ես, որ 3 օր ուշքը գնում է հիվանդանոցներից դուրս չի գալիս, այդ տենց հիշաչար մարդ ես դու, այդ տղուն գնացիք, բրթեցիք իր հավատքի ժամանակ, իր աղոթքի ժամանակ, ձեր պատասխանը ստացաք, այն լավ տղերքից էր ու նաև ես ուզում եմ այս ուղիղ եթերով մի տղայի անունը Դավիթ Մինասյանում ձերբակալել են, եղբոր անունը Միքայել Մինասյան, հայ տղերք,
լավ տղերք, երիտասարդ տղերք, հարգում եմ ձեզ, կոչ եմ անում բոլորին աջակցել այս տղեկին եւ նաեւ կան լրագրողներ, մասնավորապես Լիա Սարգսյանը ասում է մի քաղաքականացրեք, դա չենք քաղաքականացնում, գովում ենք հայ տղերքի, հայ մարդկանց, ովքեր իրական պատասխան են տվել Նիկոլ Փաշինյանին, ով է քաղաքականացնում։ Ինքնին շատ կարևոր հետաքրքիր խոսք ասում, որ դու քաղաքականությունով չես զբաղվում, քաղաքականությունն է քեզնով զբաղվում, վերջում էլ նենց ալնում Նիկոլի նման վարչապետ ես ունենում։ Հիմա մեր ոչ մեկի խնդիրը չի այդ տղերքին բերել քաղաքական դաշտ, բայց հարյուրավոր քաղաքական գործիչներից ավելի դուխով, ավելի պատվով, ավելի համարձակ քայլ են արել այդ տղերքը։ Հալալ լինի այդ տղերքին, հալալ լինի այդ տղերքին դաստիարակած մորն ու հորը, հալալ լինի իրանց կերած կաթը հայ լինելու համար։ Ես հպարտանում եմ, որ տենց տարիքով փոքր, տարիքով կրտսեր եղբայրներ ունեմ հայրենասեր, որ եկեղեցում դավաճանին, տիրադավին, եկեղեցու դեմ արշավ սկսած մարդուն, ով իրանց աղոթքի ժամանակ հրումա տալիս են նման պատասխան։ Այ նիկոլականներ, որ նախկին նախագահներն էլ տիրադավների խորհուրդ ձևավորած լինեին, վեհապարին չթողեին գնար հոգևոր առաջնորդի Վրաստանի թաղմանը մասնակցեր, երբ վեհապարը գնար Շվեյցարիա գերիների խնդիր բարձրաձայներ Փաշազադեի հրահանգով ու Էրդողանի արշավ չսկսեիք եկեղեցու դեմ, ձեր վրա էլ չէին թքի եկեղեցու մեջ մարդիկ, փողոցներում, կանայք, արցախցիներ, անցնեմ ձեր մյուս աբսուրդին։ Որ Նիկոլ Փաշինյանը ասում է ես չլինեմ, պատերազմ արա, կորացենք, պատերազմա լինելու մեծ պատերազմ։ Գլուխը պատին ես տվել թե պատերազմա լինելու։ Նախ ինչ կա տվել ես թշնամուն, ոնց ասելա տենց արել ես, ոնց կզացրելա տենց կզել ես, ինչ ուզելա այդ տվել ես, կեսը զոհի գնով ես տվել, կեսը մանիպուլյացիայի գնով ես տվել, ընդդիմադիր քաղաքական գործիչների վրով անցնելու գնով ես տվել, սրբազանին փագելու գնով ես տվել, բայց տվել ես։ Հիմա եթե դու ասում ես խաղաղության դարաշրջան եմ սկսել, թռիփ ենք բացում, Թրամփ ենք անում, բան, այդ սաղ սուտը խոսում ես, որ իմ նման տղերքը, իմ նման մարդիկ այդ քո սաղ ստերը, այսպես մի շաբաթ հետո 5 օր հետո դնելու են բացեն ժողովրդի դիմաց, ասեն, որտեղ ես խափում, որն ես խափում ու խի ես խափում։ Նախ ես ուզում եմ հասկանամ, եթե դու խաղաղություն ես բերել, չնայած խափում ես, չես բերել, կասեմ ինչի։ Եթե դու խաղաղություն ես բերել, այդ քո ասած բառով ասեմ, եղբայր, որ խաղաղություն ես բերել, ո՞նց է լինում, որ դու սատկես, օրինակ Ադրբեջանը մեր վրա հարձակվելու, այսինքն դու քո անձով ես խաղաղություն բերել, դու ասում ես երկարաժամկետ խաղաղություն եմ բերել, այսինքն ես ելնեմ երկրի ղեկավար, Պողոսն ելնի, Պետրոսն ելնի, Սամվել Կարապետյանն ելնի, դու պետք է քո ամրագրած խաղաղությունը միջազգային նորմերին, դիվանագիտական պայմանավորվածություններին համաձայն պետք է պահվի այդ խաղաղությունը։ Այդ ինչ կտերես բերես ժողովրդին տալի, այս ինչ լապշա ես այս ժողովրդի գլխին կախում։ Արա 3 հատ պատերազմ բերած մարդ ես, արա 7000 տղա է զոհ է, արա քո պատճառով դու ես խաղաղություն բերել։ Հետո եթե դու ասում ես 5 միլիարդի զենք են կառել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ասում է Չինաստան, Հնդկաստան, բարեկամ երկրներ, սպառազինություններ, 21-րդ դարի բանակ, հզոր բան, բա, եթե այդ հզոր բանակը ստեղծել ես, բա որ պատերազմի համար է այդ բանակը, չէ որ պաշտպանի ժողովրդին, հողը, այս ժողովրդի մեջ անենց եք մցրի արա, որ ասեն մտնի քեզ թուրքը տանդ մեջ բռնաբարի, պատերազմ չլինի, կասի հեսա շալվարս յուբկես հանում եմ, թողա բռնաբարի մենակ պատերազմ չլինի։ Այ ասենց եք այս ժողովրդին սարքել ինքնագիտակցությունը մարդկանց, պատերազմի անուն, նախ ոչ մեկ հիվանդ չի որ պատերազմ ուզի։ Հետո դու ամեն ինչ տվել ես արդեն, պատերազմ չի կարա լինի, 2 սուտ, երրորդ սուտդ, եթե խաղաղություն ես հաստատել, եթե թրիփ, Թրամփ, բան, աղբերություն ադրբեջանցի հետ, նախ Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը խիչ ես աղբորդ ասում բաց թողի, եւ եթե դա խաղաղություն է, ինչ կապ ունի դուք ընտրվես թե չէ 3, եւ եթե խաղաղություն էլ չի, Ադրբեջանը կարող է ագրեսիայի դիմի, որ ժողովրդի խափում ես, որ այդքան զենք ես առե, բա պաշտպանվենք այդ զենքերով ինձնից սկսած, գանք կանգնենք սահմանին, որ խաղաղություն չլինի,
ու պաշտպանենք մեր հողն ու հայրենիքը, բայց խնդրում եմ էլի, ոչ քո գերագույն գլխավոր հրամանատար լինելով պաշտպանենք մեր հայրենիքը, որովհետև երբ որ դու գերագույն գլխավոր հրամանատար ես, արժանահավատ չի քեզնով հայրենիք պաշտպանելը, ասում էիր կամուֆլյաժ դրեք, հագեք, ձեր ով տուն ինչ զենք ունի վերցրեք, գնացեք, փրկեք Արցախը, Արցախը ձեզ է սպասում, Արցախը Հայաստան է եւ վերջ, ինչ էլ որ լինի մեզ պարտված չենք համարի, հելար կայնար Բրյուսելում ասեցիր ախպեր ջան, Արցախը Հայաստան չի, Արցախը Ադրբեջան է, ճանաչեցիր Ադրբեջանի 86,000 քառակուսի կիլոմետր կազմում, ճանաչեցիր տարածքային ամբողջականությունը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին անտեր թողեցիր Թուրքի մոտ գերի, ամբողջ աշխարհում խայտարակ արեցիր հայի անունը, արժե զրկեցիր իմ եղբայրների, իմ հայրերի, իմ պապերի թափած արյունը, նրանց արյան ու քրտինքով գծված սահմանները ճանաչեցիր թուրքական, ուրացել ես ցեղասպանության հարցը, հիմա էլ բերե ասում ես խաղաղություն։ Հետո, սիրելի հայրենակիցներ, Պարսկաստանը, մեր հարևան ժողովուրդը, պետությունը տեսնում եք, մի հատ պարսիկ տենում եք, ասի թողեք, թող Թրամփը գա մեզ բռնաբարի մեր կնանիքին բանին, մենակ խաղաղությունը լի, մոլլան վատնա մեր, Մոջթաբա Խոմեյնին, մահացած Ալ Խոմեյնի, հոգևոր առաջնորդի տղանով հոգևոր առաջնորդա, ասեն ախպեր ջան, էսի պատերազմ բերողա, в общем սրան պետք է կախենք, հանենք, Նիկոլին բերենք պարսկական, որ խաղաղությունը լի։ Ոչ մեկ աշխարհում չի ջոգե, որ ճիշտը բանն է, Նիկոլի պես թշնամու դեմը պարկելու սախ տալն է։ Սախ տուպոյ են արա, սաղ իրանց հողը պաշտպանում են զենքով, այս Նիկոլն էր մենակ խաղաղությունը ջոգե ոնց ալնում։ Այն մարդու հետ է խաղաղություն ասում կնքենք, ռուսներին փոխարինում են մարդով, Թրամփով, ով հոգեկան հիվանդ է։ Այդ Ամերիկայի վրա էլ մի հատ նորմալ նախագահ չի գալի։ Այսինքն, այս Թրամփը ասում է ինձ Պարսկաստանից առաջարկել են, որ ես լինեմ իրանց հոգևոր առաջնորդը։ Այս 20 օր ասում է Հորմուզի նեղուցը 2 րոպեում կբացեմ։ 3 F-15 ամերիկյան Պարսից ծոցում գնացել է անենց հա մտե սարերի մեջ պարսկական հակաօթային պաշտպանության արած գործողությունների արդյունքում։ Հիմա մի հատ ուրիշ վերտալյոտ է եկե, որ դրա պիլոտներին քթնեն, այդ վերտալյոտներն են խփե պարսիկները։ Հորմուզի նեղուցը փակ են պահում, աշխարհի հերանիցում են տնտեսապես ու շատ ճիշտ են անում։ Տարածաշրջանում ինչքան պետություն կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդտեղ բազաներ ունի, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Իրաք, Օման, Քուվեյթ, то չգիտեմ, այնտեղ Սիրիա, Թուրքիա, Ադրբեջան, մի հատ պետություն չկա, որ Պարսկաստանը հարվածած չլինի թե ամերիկյան ռազմաբազաներին։ Իսրայելը համարժեք կրակի տակ է։ Այն մարդու հետ է Նիկոլը խաղաղություն գծում, Պարսկաստանի քթի տակ, պարսիկների դեմ, Թրամփի թրիփ, որը այս պահին մեր տարածաշրջան պատերազմա բերե արա Թրամփը Նիկոլի հերը քաղաքական այս տարածաշրջան պատերազմա բերել Պարսկաստանի նախագահն էլ Մասուդ Փեզեշքյանը Լարիջանին, չգիտեմ, մնացած պաշտոնատար անձինք, չեմ հիշում Լարիջանին սպանել են թե չէ, բայց իրանց թեկուս փոխարինողները բացահայտ ասում են, որ Թրամփի ուղի տարածաշրջանում չի լինելու։ Եվ եթե Պարսկաստանի պես պետությունը հարվածում է Թուրքիային, Ադրբեջանին, սպառնում, Իրաքին է խփում, Հայաստանը ինչա որ չխփի։ Կխփի Սյունիքի ինքը կվերցնի։ Կյանքովի կկորենք, կկորցնենք մեր պետականությունը։ Ու այս իրավիճակում, ասում է խաղաղություն են բերե։ Այն մարդու հետևով Թրամփի, ով պատերազմա բերե մեր տարածաշրջան, մեր սահմանին, մեր քթի տակ, ու այդ պատերազմում է պարտվում է հալալ լինի պարսիկներին, այդ ժողովրդին, որ իրանց հող ու ջուրը տենց պահում են, տենց պատրաստվել են, ու երեկել Թրամփը առաջարկել է 2 օրյա զինադադար, Պարսկաստանը մերժել է, դա նշանակում է, որ Թրամփը, կներեք ժողովրդական բառերով ասեմ, գցել է իր ոտին այս պատերազմը։ Թրամփը մտածում էր, որ Պարսկաստանում ցուցարարները դուրս կգան Խոմեյնիի դեմ, հեղափոխություն կլինի, ելի մարիոնետ իշխանությունը իրանց կբերեն կդնեն Պարսկաստանում, Պարսկաստանի նավթը կվերահսկի, ոնց Վենեսուելայի նախագահին գողացան անասունի նման վենեսուելացիները ռումբային պարում հրապարակներում, թե չգիտես ոնց կարամարտ այդքան եթի մլնի երկրի նախագահին գողանան ելնես դուսը պարես, վաբշե պետք է ինքնասիրություն չունենաս էլի։
Իսկ Պարսկաստանի դեպքում այդպես չեղավ, հերոսացավ Խոմեյնին, տղան ավելի ծայրահեղական եկավ դառավ հոգևոր առաջնորդ, իսլամական հեղափոխության պահապանների բանակը կանոնավոր ճշգրիտ իր գործը կատարում, ինչ Ամերիկա, բա ինչ թրիպ, ինչ խաղաղություն, էսա ծեր բերած խաղաղությունը։ Դու Նիկոլ խոսա, որ Թրամփին այս տարածքը պետքա, որ Պարսկաստանին հարվածի, որ Մոսադը իսրայելական հետախուզություն անի Սյունիքից։ Դու ասա, որ Արցախը դավաճանաբար Թրամփի, Իսրայելի, թուրքերի հետ տվեցիր ադրբեջանցիներին, որ այդ տարածքից հարված են իսրայելցիները պարսիկներին, Մոսադը հետախուզական աշխատանքներ կատարի Պարսկաստանի դեմ, որպեսի այս հարվածները լինեն։ Դու դրանցից խոսա, այդ տղա, դու ինչ խաղաղություն բերող հələ քո տեսքին նայ, արա։ Դու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ 2 րոպե խաղաղ չես կարող խոսես, կոնֆլիկտ է առաջանում։ Դու ո՞նց կարաս խաղաղություն բերես։ Դու խաղաղության հույս ես դնում մի մարդու վրա, ով տարածաշրջան պատերազմ է բերել Թրամփը, եւ այդ պատերազմում պարտվում է թե տնտեսապես, թե ռազմական առումով, թե տարածաշրջանում կշիռը գցելու առումով, թե պարտվում է իր դաշնակիցների վերաբերմունքը տեսնելիս, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Անգլիան, տարածաշրջանային Եվրամիության բոլոր պետությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներին դեմ են արտահայտվում։ Ոչ մեկ ոչ նավատորմ աղարկում Հորմուզի նեղուց իմանալով, որ Պարսկաստանը հակահարվածատալու համարժեք, ոչ մեկը չի մտնում այդ խաղի մեջ։ Ինչ արել Թրամփը Նետանյահուի համհարս դառնալով, Նետանյահուին պարտքը հետ տալով, որ իրան սարքել են Ամերիկայի նախագահ, մեր տարածաշրջան պատերազմա բերել Նիկոլի մեծ աղբերը, ումով Նիկոլը վերվերա թռնում, որ այս ընտրությունները կարի իբրև թե խաղաղություն բերելու համար։ Եթե դուք ունեք դատելու հնարավորություն, դատողություն, տեսեք, այն մարդը, ով պետք է Սյունիքը երաշխավորի մեր երկիրը, որ խաղաղ ապրի, ինչ պատերազմա բերել տարածաշրջան։ Եվ ամենավերջում անցնենք Ռուսաստան կատարած այցին Նիկոլ Փաշինյանի։ Նախ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան այցելել ապրիլի 1-ին, խաբելու միջազգային օրը։ Կարծում եք պատահական է Պուտինը իրան այդ օրը հրավիրել Ռուսաստան։ Իհարկե ոչ։ Հետո այդ տղա Նիկոլ, այդ որ կանգնում եք ամբիոններից ազգային ժողովի հետ Ալեն Սիմոնյաններով, Վահագն Ալեքսանյաններով, ասում եք Ռուսաստանը ուզում է Հայաստանը գուբերնիա սարքի, Կալուգայի, Սամոն, Պողոսը, Պետրոսը, Սերժը, Քոչարյան Ռուսաստանի հետ են աշխատում, Վեհափարի եղբայրը շպիոնա Ռուսաստանի ագենտա մեր պայքարը Ամերիկա, բարա գնացել է իր Պուտինի դեմը սենց բան մարդը ասում է կողմնորոշվեք ԵԱԶ-ով եք ձեր տնտեսությունը առաջ տանում, Եվրամիություն եք գնում, ասում ես ինչքան համատեղելի է, այդքան երկու կողմերի հետ էլ աշխատում ենք, բայց երբ ընտրության պահ գա կանգնի, մենք ընտրելու ենք դարավոր բարեկամ ռուս ժողովրդին, ընդեղ ասում է դու տվիր Արցախը թուրքերին, դու խոստովանեցիր Բելգիայում, որ Արցախը թուրքերինա չես կարող պատասխանես, քեզ տարբեր մեսիջներ ուղարկում, բախիճս հետևը ճղումարա, այդ Արցախցի կնոջ վրա, ուժը պատում որ ասես, այս քարտեզը Արցախը բան, Արցախի համար կյանք զոհած տղու աղջկան, տենց բաներ ես ասում, որ փախել են Արցախից, ժողովրդի, բա Ռուսաստանի նախագահը, որ քեզ հարց տվեց, բախի չաս իրարա, դուք ուզում եք մեր երկիրը գուբերնիա սարքեք, քո հետ խոսալու բան չկա, քո հետ ես չեմ տենում հետագայում պլաներ, գիտես խի, որովհետև սրիկա, խափեբա, վախկոտ, կզած երևույթ ես դու, հայ ժողովրդի թշնամին ես, դու քո ուժը մենակ պատումը կանանց վրա գորգորաս, սրբազանների վրա շառանես տանես բերթերը փակես, ընդդիմադիրների վրա շառանես տանես փակես, այնքան որ քո աթոռը պահես, գաս իշխանության ու մի հատ բան եմ ուզում ասում, են գողական տղեկին են, տարբեր բակերում որ կան յանի հարգված գողական տղեկ բան, ես իրական մարդկանց մասին չեմ խոսում, հարգանք ունեցող այդ որ մի երկու հոգու անուն հասել է, էլի ինձ որ Նիկոլի համար պետք է ձեն բերեն ժողովրդին ասում են Նիկոլը խաղաղություն բան, մեր աղբերն է լավ տղա է իրան ընտրենք, լսեք ձեզ ինչ եմ ասում, ես ձեզ չեմ կարա հարգեմ, որովհետև օրինակ Սուրբ Աննա եկեղեցու օրն միջադեպի օրը մի հատ աղջիկ, որ 2 տարի նստել է, ասեց ես կալանավոր եմ եղել, ամունիստիա անելու եք, որ կալանավորները դուրս գան, ասեց եղբայր, այդ աղջկան, ոնց որ հենց եղբայր էլ ասեց, ես քրեական աշխարհի դեմ պայքար եմ տանում,
ուզեցավ ասի, դրանք իմ թշնամիներն են, այսինքն դուք իմացեք, դուք մի մարդու համար եք ձեն բերում, ով ձեր աշխարհի դեմ պայքար է տանում, եւ ուզում եմ ասեմ, հետեւություններ արեք դրանից հետո ձեզ հարգելու են նորմալ մարդիկ, թե ոչ, միանշանակ չեն հարգելու, որովհետեւ դուք ոչ երկրի համար եք անում, ոչ ձեր աշխարհի համար եք անում, դուք սեփական փողի գրպանի շահի համար եք անում տվյալ պահի, որ ընտրությունները մի 2 կոպեկ բան, շտաբ բան, էսկո մենկոմ, տենց անցնենք առաջ, էլ չընթարցակվենք։ Այ դրա համար եք դուք անում նման բաները։ Շնորհակալ եմ սիրելի հայրենակիցներ այսօրվա համար։ Ես պարզապես ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը խաբեբա անձնավորություն է, ով նույնիսկ Ռուսաստանի մասին խոսելիս հետո գնում կանգնում է այդ մարդու դեմը, չի կարում երեսին 1% ասի այն ամենի, ինչը ստեղ ասել է, հետո էլ ասում են, արա մեր վարչապետը տեսակ Պուտինին ոնց տեղը դրեց, գնաց խայտարակ եղավ ապրիլի 1-ով եկավ հետ, ասեց դու իմ մեծ աղբերն ես, ոնց ասես տենց կանեմ, խաբեց եկավ հետ, խայտարակ արեց եւս մեկ անգամ հայ ժողովրդին, ինձ, ձեզ, բոլորիս ու գնաց իր գործերին, ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ լսելու համար, ուշադրության համար, բաժանորդագրվեք Հայլի Facebook-յան, YouTube-յան, Telegram-յան էջերին, բաժանորդագրվեք Աշոտ Անդրեասյան Facebook-յան, TikTok-յան էջերին, հետևելու համար մեզ եւ խնդրում եմ մաքսիմում տարածեք մեր հարցազրույցները, կոչերը, ուղերձները, որպեսզի հասնի այն մարդկանց, ովքեր որ Նիկոլին պաշտում են եւ սեփական դատողությամբ չեն կարողանում գտնել Նիկոլի սխալները։ Շնորհակալ եմ։ Նաև այո, կոչ ունեմ երիտասարդներին անելու, սիրելի երիտասարդներ, սիրելի հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, ապրիլի 12-ին մենք 5 գաղափարակից ընկերներով սկսելու ենք մի շարժում, որի մասին փակագծերը հիմա չեմ ցանկանա բացել, որը լինելու է հայ ազգային արժեքների եւ եկեղեցու պահպանման շարժում, հայ առաքելական Սուրբ եկեղեցու պահպանման շարժում, ի սկզբանե ասեմ, որ այդ շարժումը տենց շաբլոն ընտրություններին ինչ որ մի քաղաքական ուժի կպնելու կամ ինչ որ սեփական շահ հետապնդելու համար չի, այդ շարժումով չեմ մասնակցելու ընտրություններին, չեմ միանալու ոչ մի քաղաքական թիմի, առաջիկայում հետագայում հնարավոր է համագործակցություններ, այդ շարժումը նախատեսվում է նրա համար, որպեսզի բոլոր այն երիտասարդները, ովքեր զբաղված են վատ գործերով, ովքեր հեռացել են եկեղեցուց, ովքեր զբաղված են թմրամոլությամբ, խաղամոլությամբ, չգիտեմ ինչ որ այլ բաներով, նախ դրա դեմ պայքար սկսվի, հետո երիտասարդներին հնարավորություն տրվի կրթվելու թե քաղաքականապես, թե ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու համար, թե մեր կրոնից չհեռուանալու համար, ուզում եմ ասեմ, շատ հետաքրքիր բան ենք պլանավորել առաջիկայում, եւ ես խնդրում եմ բոլոր այն երիտասարդներին, ում կհետաքրքրվի, ովքեր կցանկանան լինել կամավոր միջոցառման օրը, ովքեր գաղափարներ են կիսում ինձ հետ, իմ թիմակիցների հետ, խնդրում եմ TikTok-յան, Facebook-յան էջերին գրել ինձ, թողնել ձեր կոնտակտային տվյալները, ես կզանգահարեմ ձեզ եւ ավելի մանրամասն կհանդիպենք, կասեմ ձեզ, թե ինչի մասին է լինելու մեր շարժումը եւ նաեւ առիթից օգտվելով ցանկանում եմ բոլոր լրատվականներին, լրագրողներին խնդրել ապրիլի 12-ին ժամը 4:30 լինել Օպերա Սյուիթ հյուրանոցում եւ լուսաբանել իմ շարժումը, դա ընկերական խնդրանք է իմ պայքարի ընկեր լրագրողներին, բոլոր այն մարդկանց, ովքեր ազատ կլինեն եւ կկարողանան լուսաբանել մեր նախաձեռնությունը, իմ եւ իմ ընկերների։ Շնորհակալ եմ։